Մի քիչ տարակուսել է եւ այն կեցվածքը, որ հարցազրույցների ձևով է ճիշտ է ասում, բայց որևէ հարցում զիջման չենք գնալու։ Գիտեք, մենք գիտության կրթության ոլորտի մարդիկ ենք, դուք եք բնականաբար, եւ այսօր դուք, ասենք, նախարարության կողմն է ներկայացնում, եթե չի քննարկվելու, եթե կամ միանգամից ունեք որոշած բաներ, որ զիջման չեք գնալու, մեզ ինչի եք ուղարկում։ Այդ նախագծերը մեզ ինչի են ուղարկում, եթե քննարկման համար չի։ Մենք ամենասկզբից էլ կետ արկետ են, որում ոչ մի բան չշրջանցելով, որ ուղարկում ենք ռեկտորատ, ռեկտորը ներկայացնում է նախարարություն։ Այս ամեն ինչը, եթե այդ պատրաստականությունը կա, սիրով պատրաստ ենք։ Բոլորս էլ կարող ենք սխալվել, հենց սկզբից ենք սա ընդունում, բայց քննարկման մթնոլորտում եւ ոչ թե այսպես կատեգորիկ որևէ հարցում զիջման չեն գնալու։ Մենք հակառակորդ թշնամական երկրներ չենք, որ զիջեք կամ չզիջեք։ Ձեր որևէ սկզբունքային հարցում զիջման չենք գնալու։ Ինչի՞ չէ գնալու։ Որտեղ եք դա լսել։ Հեռուստատեսության։ Ասեք, որ հեռուստաընկերությունը տված հարցազրույցը։ Որովհետև նման բան դուք չեք կարող։ Պարլամենտական այդ 5-7 օրվա կառավարության նիստից հետո այն ընդհանուր լրատվամիջոցների, երբ որ որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու եւ ակնարկ, որտեղ շատերը անում են իրենց դասերի համար, կոռուպցիոն ինչ որ բաներ ունեն, շահեր ունեն։ Այո։ Դա ասել եմ։ Ասել եմ, բայց նախորդը սպալ եք ցիտում ցույց կտա։ Որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու չեք ասել։ Այլ կերպ են ձևակերպել, հիմա ասեմ։ Խնդիրը իսկապես սա է, ոչ թե մենք բարիգատի երկու կողմերում մարդիկ ենք, այլ ի վերջո մեր բոլորիս նպատակը պիտի լինի լավ կրթական եւ գիտական համակարգ ունենալու մեր երեխեքի համար նորմալ միջավայր ստեղծելը։ Ոչ թե այսօր վերջին հաշվով այսօր ով է նախարար, ով է ռեկտոր, ով է սովորական դասախոս, տարուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս եք եւ այստեղ երևի թե ավելի շատ կոլեգիալ, այսպես բարեկամական մթնոլորտը պետք է իշխի, քան թե դիրքավորումը։ Ինչ վերաբերում է միայն այսօր քննարկել հայոց լեզվի եւ հայոց պատմության պարտադիր լինելու դրույթը, անկեղծ ասած մի քիչ համաձայն չեմ ինչի։ Որովհետև մենք ասուլիս որ արեցինք այս բաց նամակը, որի տակ 7-8 ուրեմն հաստատություններ էին միացել, պատմության ֆակուլտետ, բանասիրության ֆակուլտետ, հայագիտական հետազոտությունների ինստիտուտ համալսարանից, ակադեմիայից պատմության գրականության լեզվի ինստիտուտները, մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայաստանի գրողների միությունը, բոլորը միացել են այս մի բանի տակ, բաց նամակի տակ, որը 5 կետ ուներ եւ 5 կետից մեկն է։ Եվ իհարկե քանի որ պարոն Ավետիսյանը արդեն հատկապես կանգ առավ դրանցից մեկի վրա բուհական կառավարման համակարգը, ես իհարկե շատ կուզենայի, որ մենք բոլոր 5 կետերի վրա նորից մեր ուշադրությունը հրավիրենք, որովհետև տեսեք, դուք ասում եք քննարկում եք մենակ մի բան, մի կետ, որը չկա, ինչու չկա, մենակ այդ հարցը, բայց չէ որ կան բաներ, որոնք մեր մտահոգությունը ավելի պակաս չի դրանց նկատմամբ եւ ասենք նույն օրինակ երկաստիճան բուհական երկաստիճան գիտական կոչման համակարգի վերացումը, որը իմ խորին համոզմամբ օրինակ սա գերեզմանակարի նման մի բան կդառնա մեր գիտության համար։ Չէ, այդ ես կարող եմ հիմնավորել եւ հասկանալ, գիտեք, առաջին մեր մոտ միշտ գիտական, տեխնոսոյական, գիտական առաջին խոսք է։ Եթե մենք օրենք ենք ընդունում եւ այդ առաջին խոսքը վերջին խոսք ենք դարձնում, եթե մենք 27-28 տարեկանում պաշտպանած տեխնացուին, որին դոկտոր են կոչում, 5 տարի կոոպերատիվ բուհում դասախոսելուց հետո ասում ենք դու պրոֆեսոր ես եւ վերջ, մենք մոտիվացիան սպանում ենք, սա մեր գիտության բաղվա գերեզմանակարն է դառնալու։ Սրանք հարցեր են, որոնց մասին գիտության կառավարման համակարգը, որի մասին պարոն Ավետիսյանն արդեն ասեց, այսինքն խիստ կառավարելի համակարգ ենք դարձնում եւ այստեղ դառնում է տվյալ պահին ձեր անձին չի վերաբերում, ով որ նախարարը կլինի, ամբողջ համակարգը դնել նրա կմահաճության տակ։ Մենք գիտենք, չէ, մեր երկրում ցավոք սրտի ոչ վաղ անցյալում նաև սահմանադրություն է կարվում մարդկանց հակով։ Հիմա դե մի օրենքն ինչ է, թող մի օրենք ավել, մի օրենք պակաս։ Եվ հետո, երբ որ արդեն մարդը գալիս է, նոր մարդը փոխելու, նաև գայթակղությունը շատ մեծ է լինում չփոխելու։ Եվ ցանկացած մարդ մենք էլ մահկանացուներ ենք, եւ երբ որ օրենքի մեջ կա վտանգավոր դրույթ դրված, բնականաբար սա կարող է առաջացնել գայթակղություն եւ նախարար լինի, վարչապետ լինի, նախագահ լինի, ոչ մեկ Աստված չեն, բոլորն էլ մարդ են եւ կարող են գայթակղվել։ Եվ այս համակարգում իհարկե մեզ համար մտահոգիչ է։ Մտահոգիչ է, որ 42 էջանոց նախագծում ընդամենը ինչ է 11 տող կարող է գիտությունների ազգային ակադեմիային։ Մտահոգիչ է, որ բարձրագույն կրթությունը եւ գիտությունը երկու մեզ համար
ամենակենսական նշանակություն ունեցող ոլորտներից, վերել մեկտեղվել են միտեղ, որը հեչ մեկտեղելի չի։